Նախագահների հանդիպումից առաջ Ադրբեջանը կտրուկ սրում է իրավիճակը շփման գծում։ Դեկտեմբերի 18-ի գիշերը թշնամու դիվերսիոն խմբերը շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման։ Ծավալված ռազմական գործողությունների նաև մերձամարտի հետևանքով հայկական կողմի կորուստ ունի։ Զոհվել են 19-ամյա ժամկետային զինծառայողներ Աղասի Գրիգորյանն ու Ռուբեն Ալեքսանյանը։ Պաշտպանության բանակի հյուսիսային զորամասերից մեկի պահպանության տեղամասում էլ դեռ չբացահայտված պայմաններում զոհվել է 23-ամյա պայմանագրային զինծառայող Գոր Օհանյանը։ Ադրբեջանի նախագահը այդ հարցը իր համար փակ է համարում, այսինքն նա այլևս չի զբաղվում բանակցային գործընթացով, նա այլևս չի զբաղվում հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղյան հակամարտությամբ եւ սրան վերաբերող բոլոր խնդիրները գործուղել է պաշտպանության նախարար իրեն Զաքիր Հասանովին։ Կորուստներ ունի նաև ադրբեջանական բանակը։ Հայկական զինված ուժերը կարողացել են հետ մղել դիվերսիոն խմբերին, որոնք զոհեր տալով նահանջել են։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատել է միայն մեկի մահը։ Փորձագետների կարծիքով Ալիևը սահմանին վիճակը լարում է նաև Ադրբեջանի ներքին խնդիրները քողարկելու համար։ Երկրի ներսում առկայուն բազմաթիվ խնդիրներ, սկսած էթնիկական դաշտից վերջացած կրոնական հիմնահարցերով, առկայուն տնտեսական խնդիրներ, որոնք ավելի են խորանալու ըստ էության, քանի որ ակնհայտ է, որ նավթի համաշխարհային գները առաջիկայում բարձրացման աճի միտումներ չեն դրսևորելու։ Ադրբեջանում բնակչությունը գրեթե տեղյակել չէ, որ դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայում ավելի քան 1 տարվա ընդմիջումից հետո կայանալու է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ Իշխանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Իլհամ Ալիևը Շվեյցարիայում կարճաժամկետ արձակուրդում է։ Այս փաստը ապացուցում է վերլուծաբանների գնահատականը, որ Ալիևը հանդիպման է գնում ոչ թե բանակցելու ցանկությամբ, այլ միջազգային հանրության ճնշման տակ։ Այդ պատճառով մինչև վերջին րոպեն լարվածություն է առաջացնում սահմանին, հույս ունենալով նաև բանակցային գործընթացի տապալման։ Վարդան Գալստյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։